Վայ, մորցա ասեմ, այսօր մեզ հետ է Հովանեսը։ Այսօր խոսենք Monkey 47-ի մասին։ Ուրեմն դու գիտեիր Հով ջան, որ վայ, մորցա ասեմ, այսօր մեզ հետ է Հովանեսը։ Ուրեմն գիտեիր Հով ջան, որ 1945 թվականին բրիտանացի սպա Մոնտգոմերի Քոլինզը ժամանում է Բերլին, որպեսզի այն վերակառուցի։ Եվ սիրահարվում է ում կհարցներ չիմացող մարդը, բայց Հովանեսը կասի հիմա։ Սիրահարվում է այնտեղի բնությանը եւ չեք հավատա գազանանոցին։ Փլատակներից Այո։ գտնում է մի կապիկ, որի անունը դնում է Մաքս, եւ կապիկի հետ շատ լուրջ հարաբերություն է։ Եւ Մաքսի հետ շարունակում է չի եթում հետ Բրիտանիա, այլ մնում է Մաքսի հետ Շվարցվալդ Սևանտար, որը թարգմանվանշակում է տեղամասում։ Այնտեղ եւ հիմնում է առողջարան։ Հետո ինչ անում, Հով ջան, գիտես Քոլինզի հետ։ Քոլինզի հետ կորում ախտը։ Չի կորում։ Բաղդադատոմսա գնում, բայց հետագայում նա մահանում է Բաղդադատոմսը կորում է։ Այնուհետև 2008 թվականին Ալեքսանդր Շտիլը գտնում է։ Շտեին։ Ինչ? Շտեին։ Ու իր գործընկերոջ հետ, ու իր Քրիստոֆեր, չեմ հիշում ազգանունը, Քրիստոֆերի հետ Black Distillery թորման գործարանն է հիմնում, որտեղ եւ տարիներ շարունակ մի քանի տարի անընդմեջ անընդհատ փորձարկումներ, էքսպերիմենտներ, որպեսզի ստանա հենց այդ նույն համը, որը որ Ալեքսանդր Մոնտգոմերի Քոլինզի բանի մեջ էր, Բաղդադատոմսի մեջ էր։ Ու 2010 թվականին նա հիմնում է Monkey 47-ը։ 47-ն է, 47-ն էլ այդ իր համ թնդությունն է, համ էլ իր Բաղադրիչների քանակն է։ Monkey 47-ի պատմությունը։ Ձեզ հետ է ես, Գագ Միքսոլոգիստը եւ բանիմաց Հովանեսը։ Շնորհակալություն։